Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը դեռ շատ երկար է չարչարելու այն ԿՊԱ-ականներին, ովքեր նպատակ ունեն լինել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների քաղաքացիական պայմանագրի ռեյտինգային համարներում։ Նախ Փաշինյանը նպատակ ունի քաղաքացիական պայմանագրի 1000 պատվիրակների միջոցով ցուցակի 280 հոգանոց անդամներից 50 հոգու ընտրել, հետո այդ 50-ին ուղարկել քարոզչություն իրականացնելու, որպեսզի արդեն կարողանան կրկին քվեարկությամբ այդ 50 հոգու տեղերը որոշել։ Ովքեր կկարողանան լավ քարոզարշավ անել մարզերում ԿՊԱ-ականների մոտ, նրանք էլ պատվիրակների ընտրությամբ կզբաղեցնեն ցուցակի 50 պատվավոր տեղերը։ Փաշինյանը հստակ որոշում ունի մաքրել կուսակցությունը այն անդամներից, ովքեր այս ժամանակահատվածում լուրջ հարվածներ են հասցրել քաղաքացիական պայմանագրի վարկանիշին, եւ թողնելու է, որ դա արվի հենց կուսակցականների միջոցով, այլ ոչ թե իր որոշմամբ։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթի տեղեկություններով իշխանությունները Գարեգին II-ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում։ Թերթին ասել են, որ քննչական կոմիտեում մեղադրանք է քննվում փողերի լվացման հոդվածով։ Այդ վարույթի շրջանակներում հարցաքննվել է Շողակաթ հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը, որը եւս գործով անցնում է։ Ղազարյանը թերթի հետ զրույցում հաստատել է, որ հրավիրել են իրեն քննչական կոմիտե վկայի կարգավիճակով։ Թերթի տեղեկություններով գործը վերաբերում է բնակարանին, որը Մայրաթոռը հատկացրել է Շողակաթի երկամյա տնօրենին իր ֆոնդից։ Հետագայում այդ բնակարանը սեփականատերը վաճառել է։ Այդ գործարքն էլ քննչական կոմիտեն որակում է որպես փողերի լվացում, որն իրականացրել է ամենայն հայոց կաթողիկոսը։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստան կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ կհայտարարվի, որ վարչապետի թեկնածուն Նարեկ Կարապետյանն է, Սամվել Կարապետյանի եղբորորդին, որը մեր ձևով շարժման համակարգողն է։ Սակայն թիմում բուռն քննարկումներ են գնում, թե ինչպես մատուցեն այդ լուրը։ Ոմանք համարում են, որ Նարեկ Կարապետյանը շատ երիտասարդ է այդ կարգավիճակի համար։ Ըստ ամենայնի կհայտարարեն, որ Նարեկը միայն դե յուրե է թեկնածուն, իսկ դե ֆակտո լինելու է Սամվել Կարապետյանը, որը Հայաստանի օրենսդրությամբ իրավունք չունի ընդգրկվելու պատգամավորության ցուցակում եւ հավակնելու վարչապետի պաշտոնին, քանի որ օրենքի պահանջներին չի բավարարում։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է գործադիր եւ օրենսդիր մարմիններում բաժանված միլիոնավոր դրամների պարգևավճարների լուրից ցնցված հանրությանը ըստ ամենայնի երկրորդ ցնցումն է սպասվում։ Կառավարությունում բաժանված մի քանի միլիարդ դրամի կազմող պարգևավճարները միայն 2025 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով են տրվել, որն ամրագրված է նաեւ պաշտոնական փաստաթղթերում։ Հետևաբար սպասվում է նաեւ երկրորդ կիսամյակի համար պարգևատրումը։ Չնայած Փաշինյանն ու որոշ նախարարներ ներկայացնում են, թե մեկ տարվա կտրվածքով են 7-ից իսկ Փաշինյանը 14 միլիոն դրամ պարգևավճար ստացել, սակայն հետո Փաշինյանը հայտարարեց. պետական որոշման շրջանակում ես ամսական, եթե չեմ սխալվում, 1.5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել։ Սա նշանակում է, որ իր ամսական աշխատավարձն է բարձրացվել։ Իսկ 13 թե 14 միլիոնի միանվագ գումարը վերաբերում է 1 կիսամյակին եւ ամսական կտրվածքով ոչ թե 1.5, այլ 2 միլիոն 300.000 դրամի ավելացում է ունեցել։ Տեղեկություններ կան, որ առաջիկայում բարձրաստիճան պաշտոնյաներ երկրորդ կիսամյակի համար էլ կպարգևատրվեն։ Գրում է թերթը։